Սիրելիներս, ուզում եմ խոսել Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ, մեր Աստծո գալստյան մասին, երկիր եւ որպես մարդ եւ որպես Աստված, թե երբ էր մենք բոլորս գիտենք երբ էր նրա առաջին գալուստը երկիր, բայց երբ է լինելու նրա գալուստը երկրորդ անգամ երկիր, արդյոք նա որպես մարդ այլևս երբևիցե գալու է երկիր կամ եկել է արդեն, թե ոչ, բացի առաջին գալստյանից, երբ նա ծնվեց 2000 տարի առաջ, դրանից բացի եղել է կամ կլինի արդյոք մի օր, որ Տեր Հիսուս Քրիստոսը նորից որպես մարդ, մարդացած, մարմնավորված մարդու մեջ կհայտնվի աշխարհի վրա, երկրի վրա, թե ոչ։ Խոսելու եմ հափշտակությունից եւ Տիրոջ իրական երկրորդ գալուստից երկիր, թե նա ինչպես է գալու, երբ եւ որպես ով։ Ուզում եմ ասել, որ կա կեղծ միտք, սուտ, չարից ստեղծված միտք, թե Հիսուս Քրիստոսը բացի առաջին գալուստից երկիր 2000 տարի առաջ, բացի դրանից արդեն եւս մի անգամ եկել է երկիր եւ դա ներկայում է, իբր հիմա է եւ դա սատանայից է, այդ թյուր միտքը, որ տարածվում է մարդկանց մեջ, ինչու է սատանայից, որովհետեւ միայն սատանան է ուզում խաբել, խաբում է միայն սատանան եւ սատանան է ուզում Տեր Հիսուս Քրիստոսից մեզ հեռացնել հենց Տեր Հիսուս Քրիստոսի անվան տակ, խաբել մարդկանց թեկուզ այս կերպով ասել, որ Հիսուս Քրիստոսը արդեն եկել է, երկրի վրա է, ապրում է երկրագնդի վրա եւ մարդացած է, մարդու մեջ է ծնվել նորից եւ այդպիսով մարդկանց շեղում է Հիսուս Աստծուց, ով իրականում իր թագավորությունում է ապրում, բայց Սուրբ Հոգով ապրում է երկրի վրա, որովհետեւ Աստծո Սուրբ Հոգին երկրի վրա է, մենք դա պետք է հիշենք եւ Տեր Հիսուս Քրիստոսը, Հայր Աստված, հենց Սուրբ Հոգով են մեր հետ եւ մեր մեջ։ Հիմա խոսվում է, թե Տեր Հիսուս Քրիստոսը մարդացած է, այն էլ Հայաստանում է եւ նա ապրում է եւ արարում է։ Դա մեծագույն կեղծիք է, չարի կողմից ստեղծված եւ ես կարծում եմ, որ կա մարդ, ով մտածում է, թե ինքն է հենց այդ Տեր Հիսուս Քրիստոսը մարդացած է եւ չարը այդ մարդուն խաբել է, ասելով, որ դու Հիսուս Քրիստոսն ես։ Եվ եթե դա իրոք հենց այդպես է, իսկ ես դա ինձանից չեմ հորինում, այդպիսի խոսակցություններ եւ կարծիքներ կան, ինչպես նաեւ նույնիսկ այդպիսի մեկնաբանություններ են գրվել հենց մեր էջում, այսինքն ստացվում է, որ կա ինչ-որ մեկը, որ կարծում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է, այսինքն ինքը խաբված է արդեն չարի կողմից եւ կան մարդիկ, ովքեր հավատում են դրան, որ Տեր Հիսուս Քրիստոսը հիմա մարմնավորված է եւ ապրում է երկրի վրա, այն էլ Հայաստանում։ Ուզում եմ ասել, որ Տեր Հիսուս Քրիստոսը մի անգամ է եկել երկիր, երկրագունդ նա եկել է մի անգամ, դա առաջին եւ վերջին անգամն էր, որ նա եկավ որպես մարդ։ Միայն Հիսուսին չճանաչողը, Հիսուսի բնույթը, բնությունը, Աստված լինելը չընդունողը կարող է հավատալ, պատկերացնել, որ Հիսուսը պատրաստվում է եւս կամ պատրաստվել է արդեն եւ եկել է եւս մի անգամ երկիր։ Ինչու եք դուք այդպես արժեզրկում, թերարժեքավորում Աստծուն։ Ինչ է դա այդքան անլուրջ բան է, այդքան թեթև բան է ձեր պատկերացումով, որ Աստված պետք է ամեն անգամ մարմնավորվի ու գա երկիր, գա ինչի համար։ Հիսուս Քրիստոսը 2025 տարի առաջ ծնվեց երկրագնդի վրա, ծնվեց որպես մարդ, մարմնավորված, Աստված մարմնավորվեց մարդու մեջ, եկավ հանուն մեզ, որպեսզի փրկի մեզ մահից, իր արյամբ մաքրի մեր մեղքերը եւ մեզ տա ազատություն, ազատի չարից, ազատություն չարից, որովհետեւ ազատությունը Աստծո մեջ է, քանի որ չարը կապանքներն են, չարը մահն է եւ մահից եւ կապանքներից չարի իշխանությունից մարդը ազատվում է ու գնում է Աստծո մեջ, այդ ժամանակ է հասկանում ինչ է ազատությունը։ Ազատությունը Աստծո մեջ է,
ազատ լինել չարից, մահից, չարի կապանքներից, չարի գայթակղություններից, մեղքերից, ծուղակներից։ Եկավ մեզ ազատեց չարից, եկավ մեր մեղքերը մաքրեց, սրբեց, մեզ տվեց հավիտենական կյանքի հնարավորություն Աստծու կողքին։ Նա եկավ եւ հարություն առավ իր մահից հետո, ցույց տալով մեզ, որ մեզ նույնպես այդ պարգևն է տալիս, մենք նույնպես Տիրոջով կարող ենք արժանանալ դրան։ Մեր մարմինները նույնպես կարող են հարություն առնել եւ դա լինելու է, մեռելները հարություն են առնելու։ Այսինքն Աստված եկավ, մեզ փրկեց, մեզ տվեց հավիտենական կյանք, մեզ տվեց մեղքերից ազատվելու, ապաշխարելու հնարավորություն, ամեն ինչ արեց մեր համար Հիսուս Քրիստոսը եւ վերադարձավ իր թագավորություն։ Նա հանուն մեզ իջավ դժոխք, դժոխքի բանալիները Տեր Հիսուս Քրիստոսի մոտ են։ Ուզում եմ, որ իմանաք, դժոխքի բանալիները Տեր Հիսուս Քրիստոսի մոտ են։ Դա Սուրբ Հոգին է ինձ ասել, բայց դա գրված է նաև Աստվածաշնչում։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսը, Աստվածը, չի պատրաստվում այլևս որպես մարդ ծնվել երկրի վրա։ Այնինչ որ նա պիտի աներ, այնինչ որ նրա կամքն էր, որ նա աներ մեր համար հանուն սիրով, այսինքն փրկել մեզ, նա արդեն արել է մի անգամ եւ դա հավերժ է։ Կրկնության կարիք չունի։ Ուրիշ ինչ որ բան անելու համար Աստված չի գա երկիր, նա ամենազոր Աստված է, նա կառավարում է ողջ տիեզերքը եւ նա ստեղծել է տիեզերքը։ Հայր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգի երեք անձ, մեկ ամբողջություն, մեկ Աստված, նա ստեղծել է եւ կառավարում է իր ստեղծած աշխարհը եւ մարդկանց։ Այն ամեն ինչ ինքն է ստեղծել։ Մենք բոլորս գտնվում ենք Աստծո ձեռքերի մեջ։ Աստված կարիք չունի, որպեսի գա երկիր, ծնվի մարդ, որ ինչ որ բաներ անի։ Աստված կարիք չունի ինչ որ ձև իրեն փոխելու նորից, որպեսի երկրի վրա արարի, ինչպես ասում են որոշ մարդիկ, նա մարդացել է իբրև որ երկրի վրա արարի, բարի գործեր անի։ Դա սուտ է, դա այնպիսի սուտ է, որ տրամաբանականներ չի։ Պետք է շատերը, որ լսում եք այդ խոսակցությունները, հասկանաք, որ դա նույնիսկ տրամաբանական չի։ Աստծուն չճանաչողները կարող են հավատալ այդ ստին, կարող են ինչ որտեղ խաբվել չարի կողմից այդ կերպ, բայց դա լավ մտածեք, նույնիսկ տրամաբանական չի։ Բայց իհարկե Տեր Հիսուս Քրիստոսը եկել է երկիր մի անգամ որպես մարդ, մարդանցել է, եւ դա այլևս չի կրկնվելու։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսը երկիր գալու է որպես Աստված, իսկ ինքն Աստված է եւ կա եւ եղել է միշտ ու լինելու է միշտ։ Որպես Աստված, այո, գալու է երկիր։ Դա նրա երկրորդ գալուստն է։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ պատկերացնենք, շատ հավատացյալ մարդիկ կան, քրիստոնյա մարդիկ կան, շատ են նրանք աշխարհում, ովքեր որ չեն տարբերում հափշտակությունը երկրորդ գալուստից Տիրոջ։ Ուզում եմ դա ձեզ բացատրել տարբերությունը, ովքեր որ չգիտեն, եւ խոսել նաեւ այն մասին, որ Աստված այլև չի մարդանալու եւ գալու է որպես Աստված ու ինչ է անելու։ Հիմա մինչ այդ ուզում եմ ասել, որ սպասվում է մարդկությանը, աշխարհին, Տիրոջ եկեղեցու հափշտակություն։ Հափշտակության ժամանակ Աստվածաշնչում կա այդ ամենը գրված։ Երբ դուք լսեք իմ խոսքերը, դուք դա կարող եք նաև գտնել Աստվածաշնչում, խնդրեք դիմեք մարդկանց, ովքեր կկարողանան ձեզ օգնել, որպեսզի այդ հատվածները գտնեք Աստվածաշնչում։ Ես կփորձեմ հասցնել, թեկուզ այդ հատվածները գտնել եւ մեկնաբանություններում ամրացնել։ Եթե հասցնեմ, անպայման ես դա կանեմ, կփորձեմ անել, բայց ամեն դեպքում խնդրում եմ ձեզ, եթե դուք չեք հավատում կամ նույնիսկ հավատում եք, փորձեք Աստվածաշնչում գտնել, հափշտակության մասին գրված է։ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է իր եկեղեցու հետևից, երբ ասում ենք եկեղեցի, մարդիկ կան, որ ասում են եկեղեցին արդեն 2000 տարի է կա, ինչ ես խոսում։ Երբ ասում ենք եկեղեցի, նկատի ունենք Տիրոջ հարսը, եկեղեցին, այսինքն բոլոր այն քրիստոնյա հավատացյալ իրական ճշմարիտ մարդիկ, զավակներ Աստծո, ովքեր որ ամբողջովին
հավատում են, վստահում են Տիրոջը, իրենց հանձնել են Տիրոջը, ովքեր որ ապրում են Տեր Հիսուս Քրիստոսով, այսինքն իրական Քրիստոսի հետևորդներն են եւ զավակներն են։ Եվ այդ մարդիկ հափշտակվելու են Տիրոջ կողմից, այսինքն ինչ է տեղի ունենալու։ Տեր Հիսուս Քրիստոսը իր հրեշտակներով գալու է երկինք, իր թագավորությունից գալու է երկինք, ամպերի մեջ, նա չի իջնելու երկիր, նա չի իջնելու երկիր, նրա հրեշտակները հավաքելու են աշխարհի 4 ծայրերից Տեր Հիսուս Քրիստոսի իրական զավակներին, հավաքելու են մի ակնթարթում, միաժամանակ, բոլորը, ովքեր որ հափշտակվելու են Տիրոջ կողմից, մի ակնթարթում վերցվելու են երկրից, վերցվելու, ինչու վերցվելու, մեզ ոչ թե տանելու են հրեշտակները, այլ վերցնելու են, որովհետև վերցնելը լինում է, կարծես որ պատկերացնենք, մի շարժումով, չէ, մի անգամից տեղից վերցնել, պոկել, պատկերացրեցիք, ուղղակի քեզ վերցնում են, դա մի ակնթարթ է, և մենք հանդիպելու ենք Տիրոջը երկնքում ամպերի մեջ, և Տեր Հիսուս Քրիստոսը իր հրեշտակներով մեզ տանելու է իր թագավորություն։ Ես հասկանում եմ, սա կարող է շատերի համար անհավատալի, ֆանտաստիկ ինչ-որ մի բան թվալ, բայց նա, ով սրտով ու հոգով պատկանում է Հիսուսին, ինչպես որ ես էի պատկանում, երբ առաջին անգամ լսեցի այս մասին, ես ոչ զարմացա, ոչ կասկածեցի, ես ուղղակի մի անգամից սկսեցի շտապել, այդ ինչպես թե ես դրա մասին չգիտեի, այսինքն ես չհավատալու, կասկածելու ոչինչ չունեի։ Ես Աստծուց ստանում էի տեսիլքներ, բայց չէի կարողանում հասկանալ, չէի կարողանում։ Ու երբ Տերը ինձ ուղղակի ասաց, թե ես ինչպես պետք է հասկանամ իր տվածը, որտեղ փնտրեմ եւ ինչպես, ու ես գտա առաջին տեսանյութը եկեղեցու հափշտակության մասին, երբ լսեցի խոսքերը, ես ոչ մի կասկած չունեի։ Տերը ինձ տվել էր տեսիլքներ, որոնք ես չէի հասկացել, ես անդադ տեսնում էի նույն տեսիլքը, ինչպես է երկնքից փեսա իջնում եւ հարսին տանում։ Օրվա մեջ շատ անգամ կրկնվում էր այդ տեսիլքը։ Եվ երբ ես հարցրեցի Տեր, միգուցե դու ես ինձ ինչ-որ բան ուզում ասել, ցույց տալ, խնդրում եմ, ասա ինձ, սա իմ աչքերին չի երևում, չէ, արդեն ես անընդհատ տեսնում եմ նույն բանը, ուրեմն ինչ-որ մի բան միգուցե դու ես ինձ ուզում ասել, ես ինչ անեմ։ Ույն Սուրբ Հոգին ասաց, մտիր, ուղղակի, սովորական բառերով ասաց, մտիր YouTube, գտիր Հիսուսի հարս։ Ես այդ բառերն եմ միայն գրել, ռուսերենով, ու տեսել եմ առաջին տեսանյութը, թե ինչ է նշանակում Հիսուսի հարս, և ինչ է տեղի ունենում Հիսուսի հարս, ինչ պիտի լինի, այս ինչ եմ ես տեսնում, փեսա, հետո կարծեմ գրեցի, որ փեսան տանում է հարսին, ու վերջ իմ առաջի տեսանյութերը, որ ես տեսա հափշտակության մասին, ոչ մի կասկած, ոչ մի հավատալ կամ չհավատալ, ես միայն մտածեցի, ինչպես թե ես լինելով քրիստոնյա, չեմ իմացել, որ կա նման բան, եկեղեցու հափշտակություն, այսինքն ով սրտով հոգով Հիսուսինն է, նա ոչ թե կասկածում է, եթե նույնիսկ կասկածում է, նա մի անգամից ընդունում է և հարցեր է դիմում Աստծուն, հարցերով դիմելու է Աստծուն և ստանում է իր պատասխանները։ Շուտով լինելու է Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունը, Տեր Հիսուս Քրիստոսը գալու է ամպերով և տանելու է իր զավակներին, դրա մասին կա գրված, դա երկրորդ գալուստը չէ, շատ հազարավոր քրիստոնյաներ սխալվում են, մտածելով, որ դա է երկրորդ գալուստը։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է երկիր, որպես Աստված և որպես դատավոր։ Նա գալու է երկիր այն ժամանակ, երբ տեղի կունենա հափշտակությունը։ Դրանից հետո կանցնի 3.5 տարի։ Նեռը կիշխի, հակաքրիստոսը կիշխի։ Եվ նրա իշխանությունը կտևի 3.5 տարի, այն օձը, որ պետք է դուրս գա ժամանակավոր իշխելու համար, այսինքն հակաքրիստոսը դուրս կգա և կիշխի 3.5 տարի, նա կտնստի Երուսաղեմի 3-րդ տաճարում իր գահին, կիշխի ողջ աշխարհին, իր դրոշմը կդնի մեծամասնության, մարդկության մեծամասնության վրա,
ոմանք կփրկվեն, կենթանի կմնան մարմնով։ Շատ-շատերը իրենց ոմանք կփրկվեն, եւ Աստվածաշնչում կա այդ հատվածը, որը շատերը սխալ են մեկնաբանում։ Հիշում եք գրված է, որ տղա զավակը հափշտակվեց երկինք, իսկ կինը պետք է 1260 օր մնար երկրի վրա եւ փախներ անապատներ, որպեսզի փրկվեր։ Լինելու են փրկվողներ հոգով եւ մարմնով, լինելու են փրկվողներ։ Բայց շատ քչերին է դա հաջողվելու, որովհետև հակաքրիստոսը իր բոլոր ուժերը գործադրելու է, որպեսզի բոլորին գտնի, ովքեր որ քրիստոնյա են մնացել, բոլորին գտնի, որովհետև քրիստոնյաները կամ պետք է ընդունեն դրոշմը եւ այլևս չեն լինի քրիստոնյա, կպատկանեն ներին, կամ չեն ընդունի, բայց դրա դիմաց կտան իրենց մարմնական կյանքը եւ նրանց հոգին նույնպես կփրկվի։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսը կգա որպես դատավոր այդ 3.5 տարուց հետո, որպեսզի դատի եւ ներին հակաքրիստոսին եւ մնացած բոլորին, ովքեր որ պատկանում են սատանային։ Նա գալու է որպես դատավոր, երբեք չի գալու այլևս որպես մարդ, երբեք դա սուտ է սատանայի հորինած ծիծաղելի անտրամաբանական սուտը։ Նա գալու է որպես դատավոր, որպես Աստված դատավոր, որովհետև երկրի վրա բոլոր դատերը Հայր Աստված հանձնել է իր որդուն։ Նրա որդին եկավ երկիր առաջին անգամ մեզ փրկելու, իր ստեղծած երկիր, մեզ որ ինքն էր կյանք տվել, հանուն մեզ եկավ իր ստեղծածին փրկելու, տվեց իր կյանքը երկրի վրա, իր արյամբ մաքրեց մեզ, չգնահատվեց, չընդունվեց։ Նա երկրորդ անգամ գալու է երկիր որպես դատավոր այդ նույն երկրի եւ այդ նույն մարդկանց, ովքեր նրան չընդունեցին կամ չհավատացին, չսիրեցին։ Եվ երկնային Երուսաղեմը իջնելու է երկիր եւ այնտեղ ապրելու է Տեր Հիսուս Քրիստոսը իր զավակների հետ, այսինքն հարսը, որին հափշտակել տարել էր երկնքով, արդեն նրա կինը կիջնի Տիրոջ հետ, դատավորի հետ, երկնային Երուսաղեմով եւ կապրեն երկնային Երուսաղեմում Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Երկնային Երուսաղեմը, որը կլինի երկրի վրա, կպաշտպանվի, կպահպանվի 12 հրեշտակների կողմից եւ այդ քաղաքի լույսը կլինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Բայց նա աշխարհի լույսն է, հիշեք, որ աշխարհի լույսը Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ Տեր Հիսուս Քրիստոսը հենց այդ ժամանակ է, որ օծին, որ ներին գցելու է կրակի լիճը, որտեղ նա վառվելու է հավերժ, եւ կրակի լճում են հայտնվելու բոլոր այն չարին պատկանողները, ովքեր որ ընդունեցին չարին եւ այդպես էլ չընդունեցին Հիսուս Քրիստոսին այս բոլոր ժամանակների ընթացքում։ Քանի դեռ դուք ժամանակ ունեք, քանի մենք դեռ ժամանակ ունենք, մենք պետք է ամեն օր ապաշխարենք, ամեն օր ներում խնդրենք Աստծուց, ամեն օր խնդրենք, որ նա մեզ մաքրի, ազատի մեր մեղքերից, չարից, ընդունի, իրենը դարձնի, արժանացնի մեզ իրեն։ Մենք մեզանով երբեք ու երբեք չենք կարող արժանանալ Հիսուս Քրիստոսին։ Երբ մենք արժանանում ենք Հիսուս Քրիստոսին, դա մենք չենք անում, դա մեր շնորհքը չի, դա մեր արժանիքը չի, դա մեր արարքը չի, դա Տեր Հիսուս Քրիստոսի ողորմածությունն է մեր հանդեպ, նա ողորմած է եւ նա է մեզ արժանացնում իրեն, ոչ թե մենք ենք կարողանում մեզ արժանացնել, մենք երբեք ու երբեք չենք կարող ինքներս մեզ արժանացնել Տիրոջը, ինչ էլ որ անենք, միևնույն է ոչ մի մարդ արժանի չէ Հիսուս Քրիստոսին։ Խնդրում եմ օգտագործեք ձեր յուրաքանչյուր օրը, ձեր յուրաքանչյուր ժամը, որպեսզի գտնեք Հիսուսին, ճանաչեք Հիսուսին, ձեր Փրկչին, ձեր Աստծուն։ Ազատվեք ձեր մեղքերից, մաքրվեք Տիրոջով, խնդրեք, որ նա ձեզ մաքրի, ընդունի, օծի իր Սուրբ Հոգով, հագցնի ձեզ սպիտակ զգեստները, պատրաստի, մինչև որ կգա մեր հետևից։ Այսքանը։ Նորից եմ ասում, Հիսուս Քրիստոսը մարդացել է մեկ անգամ 2025 տարի առաջ եւ այլևս դա չի կրկնվելու։ Նրա փրկությունը, որ այն ժամանակ նա տվել է մեզ, մի անգամ է եւ հավերժ։
ուրիշ կարիք չկա, որպեսզի Հիսուս Քրիստոսը գա երկիր որպես մարդ, Հիսուս Քրիստոսը գալու է հափշտակության, բայց չի իջնելու երկիր, նա ամպերով է գալու եւ ամպերի միջից տանելու է իր հարսին, եւ երկրորդ անգամ նրա գալուստը լինելու է երկիր, որպես Աստված, որպես դատավոր։ Եթե ձեզ ուրիշ բաներ կպատմեն, իմացեք, որ դա սուտ է եւ հարցրեք Տիրոջը, ինձ մի հավատացեք, մյուս մարդկանց մի հավատացեք, հարցրեք Տեր Հիսուս Քրիստոսին, խնդրեք, որ Սուրբ Հոգին ձեզ բացի, ձեզ ցույց տա, ձեզ պատմի ողջ ճշմարտությունը, վերցրեք Աստվածաշունչը ձեր ձեռքը եւ խնդրեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը, որ Սուրբ Հոգին պատմի, ցույց տա, բացատրի այն գրվածը, որ գրված է, այնինչ որ գրված է Աստվածաշնչում եւ դուք կարդում եք, բայց չեք կարողանում ամբողջովին հասկանալ, Սուրբ Հոգին ձեզ ցույց կտա եւ կբացատրի ողջ ճշմարտությունը, խնդրեք նրան։ Խնդրեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը բերի ձեզ մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ հասկանալ այն ամեն ինչ, որ գրված է։ Ձեր յուրաքանչյուր հարցի պատասխանը գտեք Աստվածաշնչում։ Աղոթեք, հարցրեք Տեր Հիսուս Քրիստոսին, նա մեր բոլորի հարցերի պատասխաններ տալիս է երազներով, տեսիլքներով, հայտնություններով, հուշումներով, Սուրբ Հոգին մեզ խոսում է, մեր հետ խոսում է, մեզ առաջնորդում է, այնպես է տանում, որ հանդիպացնում է այնպիսի մարդկանց, ում միջոցով, որ ինքը խոսում է մեր հետ, կարևորը, որ մենք ամբողջ սրտով հավատալով դիմենք, խնդրենք, որ Տերը ցույց տա մեզ ճշմարտությունը եւ միշտ խնդրեք Տիրոջից, որ այն մարդիկ, ովքեր իրենից չեն, հեռացնի ձեզանից եւ որպեսզի ձեր կյանքում լինեն միայն այն մարդիկ, ովքեր Տիրոջից են, որպեսզի չարը չկարողանա ձեզ խաբել, ստել մարդկանց բերանով։